Մենք գիտենք, որ համաձայնեցումից հետո, այդ կետերի համաձայնեցումից հետո խաղաղության պայմանագրի նախագծի Ադրբեջանը հավելյալ պահանջներ է առաջ քաշել Մինսկի խմբի լուծարման հայտը Հայաստանի կողմից եւ սահմանադրության փոփոխություն ըստ էության երկու կետերի հետ կապված էլ, եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի Հայաստանի իշխանությունները ընդունել են այդ նախապայմանների կատարումը առանց ժամկետներ նշելու եւ այդ ամբողջ ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը էապես ավելացել է գիտենք որ սահմանին կան կրակոցներ որոնք իշխող ուժի ներկայացուցիչները ասում են որ դրանք թիրախային չեն այսինքն հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինուժը կրակում է բայց դա Հայաստանի դեմ չէ ուղղված այսպես են ներկայացնում եւ ըստ էության գործընթացը այդպես չէ կրակում են մարդկանց ուղղությամբ տների վրա դե նախ դրա փաստն էլ կա առնվազն մեկ դեպքի օրինակով որ կրակել են տան ուղղությամբ բայց հայ-ադրբեջանական սահմանին կրակոցը ուրիշում է ուղղված այսինքն թիրախը եթե Հայաստանը չի ով է